եմ զբաղվում, 6 տարեկան, 25 տարի Այդ Երևանում եք ծնվել մեծացել։ Չէ, Երասխուղ։ Ուրեմն 25 տարի է ես ծառներ եմ աճացնում, մոտավորապես մի քանի հազար պտղատու այգի ունեմ։ Ուրեմն մեր հողատարածքում կան վարձակալական հողատարածքներ, ու այդ վարձակալական հողատարածքները սեփականաշնորհելու համար արժեքը շատ բարձրացել է։ Առաջ 400,000 դրամ էր մոտավորը, քիչ բարձրացել է, հիմա հեկտարը դարձել է մինչև 8,800,000 դրամ։ Հիմա ես ունեմ հողակտոր, որը որ սեփականաշնորհելու համար 30 քանի միլիոն դրամ է լինում, բայց մինչև այդ երբ որ արժեքը ցածր էր, համայնքապետը թույլ չտվեց սեփականաշնորհել, ասեց որ թույլ չեմ տա։ Հիմա արժեքը բարձրացել է, ես այդ հնարավորությունը Ես անկեղծ ասեմ, այդ ամենում ես եմ մեղավոր, ինչի, որովհետև երբ որ մենք մի պահ տեսանք, որ համայնքներում հողեր են անընդհատ օտարվում չնչին գներով, չնչին խայտառակ գներով, խայտառակ ուղղակի, որ նայում են, մի X պայից վետո դրեցինք մենք այդ process-ի վրա եւ ասցինք, որ պետքա շուկայական գնահատված արժեքով օտարվեն այդ հողերը։ Հիմա ես դες հասկանում եմ, ինչ որ առումով դուք կարաք ասեք, որ անարդարություն է տեղի ունեցել, որտեղ ձեզնից առաջ լիքը մարդ կոպեկներով հողերը ձեռքաբերե, հենց որ եկել է ձեր հերթը, մեկ էլ երկիրը հիշել է, որ բա այսինչ գներով են հողերը վաճառվում։ Բայց հիմա էս է դրվել։ Բայց սենց մի բան ասեմ, ժամանակին մեզ թույլ չեն տվել։ Բարձրանա, որոշ չափով բարձրանա, բայց ես 25 տարի այդ հողը մշակել եմ, քարերից ազատել եմ հարյուրավոր։ Դերեմ երկարաժամկետ վարձակալությունը պետք է ձեր դեպքում կիրառենք։ Երկարաժամկետ վարձակալություն, այսինքն ճիշտ լուծումը դա է, որ 50 տարով, 100 տարով վարձակալությունը լինի, բայց այս դեպքում է վարձակալության գներն էլ լինելու են արդեն ինչ որ իմաստով կշիռ ունեցող, հասկանում եք, այդ է լուծումը։ Լավ, կներեք։ Հետ գնալ չենք կարող։ Երկրորդ մի հարց ասեմ։ Այստեղ հողատարածք եմ ձեռք բերել Լուկաշին համայնքում, ուզում եմ տուն կառուցեմ։ Հիմա այդ տարածքում շատ տներ կան ու նենց չի քաղաքից դուրս է։ Հիմա հոսանքի ու ջրի համար մոտավորապես ինձանից $45,000 գումար են ուզում, որ հոսանք ու ջուր քաշի։ Հիմնական մագիստրալներից շատ է, 800 մետր է հեռավորությունը ջրի, մենակ 8 միլիոն թույլ տվություն են ուզում։ Պետրոսյանը ստեղ է, չէ՞։ Հոսանքը էլի ոչինչ։ Պարոն Պետրոսյան, զրոյից բարևել ենք այսօր տեսել եք։ Հոսանքը Զրոյից բաժանորդ դառնալու համար ինչքան վճար է քաղաքացին, ինչքան վճար պետք է, ու դա կապված է հեռավորությունից հիմնական մագիստրալի հետ։ Հեռավորությունից բնակավայրի վարչական տարածքի մեջ մտնում է, թե առանձին ինչ-որ ենթակառուցվածք 200 մետր է հեռավորությունը, 3,700,000։ Դա երբ են ձեզ պատասխան։ Մոտ 2 ամիս առաջ։ Այս պահին մենք հիմա ՀՑԿ-ից աշխատում ենք, արդեն պաշտոնապես գնացել է հաշվարկները, ապրիլի վերջից 30-40% նվազել։